Շնորհակալություն, հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, ես ավելի շատ ուզում եմ կենտրոնանալ եւ խոսել սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, որովհետեւ մեր երկիրը կանգնած է գոյաբանական խնդիրների առաջ, որոնք հիմնականում բացի անվտանգայինից առնչվում են նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրներին եւ անվտանգային հարցերի մասին խոսվել է ու ելի խոսվելու է, բայց դրանցից զատ մեր հանրության մի ստվար հատվածի լայն իմաստով հետաքրքրում է նաև պարզ հացի խնդիրը։ Եվ դա բնական է, քանի որ պաշտոնական տվյալներով մեր երկրում աղքատ է բնակչության ամեն 5-րդը։ Ոչ պաշտոնական թվերը իհարկե շատ ավելի տխուր են։ Դժվար է մարդկանցից իհարկե հայրենասիրություն եւ քաղաքացիական դիրքորոշում պահանջել, երբ բազմաթիվ ընտանիքներում օրհասական է ուսմանը, օրվա ապրուստին, բուժմանը վերաբերող հարցերը։ Օրվա իշխանությունները 2018 թվականին ինչ խոստացան։ Խոստացան սոցիալական արդարություն, խոստացան աղքատության կրճատում, ներդրումների աճ, խոստացան ու չկատարեցին։ Ձեռքի հետ էլ իրենց իշխանության բերածներին մեղադրելով, որ աղքատությունը նրանց գլուխներում է։ Այս ցինիկ հայտարարություններին զուգահեռ մարդիկ տեսան, թե ինչպես են իշխանավորները շատ արագ հարստանում ու հաղթահարում աղքատությունն իրենց սեփական գրպաններում։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն առանձնանում է նրանով, որ հանրության լայն շրջանակներին հետաքրքրող լուծումներ է ներկայացնում, սկսած թոշակառուներից վերջացրած բիզնեսի բոլոր շերտերով, սկսած գյուղատնտեսությամբ զբաղվողներից մինչև սահմանը պահող զինվորականներ, սկսած ուսուցչից մինչև վարկերի տակ ճռացող մարդիկ այս ծրագրում կտեսնեն իրենց հուզող հարցերի պատասխանները։ Մեր խնդիրը պետք է լինի ստեղծված իրավիճակը փոխելը, նոր իշխանություն ձևավորելը, Հայաստանի համար երաշխավորված խաղաղություն, ներառական տնտեսական աճ եւ բարեկեցություն ապահովելը։ Եվ ես համոզված եմ, որ մենք միասնական ուժերով հաջողելու ենք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն։